Հենց սեփական տեղացի լրագրողի հարցին միջամտության վերաբերյալ նշելով, որ դա ամենևին միջամտություն չի, իրենք են անում, այլ աջակցություն դիմակայելու միջամտություններին։ Այս երկու բարձրաբանում եմ, խնդրեմ։ Well, to be fair, firstly, in respect to Mr. Karapetyan, we've made it to Պարզ ասել է պարոն Կարապետյանը միջազգային կառույցների հետ կապված նա ներգրավել է քաղաքականության մեջ եկեղեցու նկատմամբ հարձակման պատճառով ռուսատիացության այնպիսի մակարդակը, որից ավելին ոչ ոք չի կարող անել եւ մենք ընդհանրապես կարող ենք շատ պարզ ներկայացնել, որ պարոն Կարապետյանը հաջողակ գործարար է, ով ցանկանում է աշխատել բոլոր գործընկերների հետ, վերջակետ պատմությունը դրանով ավարտվում է նա բոլոր այն պետություններին կողմ է, որոնք կարող են ներդրումներ բերել Հայաստան, դա նրա միակ նպատակն է, դա նրա միակ հետաքրքրությունն է եւ շահը։ Ինչ վերաբերում է Ֆրանսիայի նախագահին եւ նրա մեկնաբանություններին, ես ընդհանրապես ԱՄՆ կոնգրեսի ասածներին կարծեկանք եմ, այն է, որ ստեղծան Եվրամիությունը ընտրություններին միջամտելու մասին գիրք է գրել։ Եթե ուսուցիչներ դրանք այստեղ են իմ հատորյակի մեջ են կոնգրեսի զեկույցներում, որոնք ներկայացվել են ընտրություններին միջամտելու վերաբերյալ։ Եվ եկեք դες ձեզ պիտի հարց տակ։ Եթե իրենց հետաքրքիր չէր, որ միջամտեին, ապա ինչու անցկացնել նման միջոցառում ընտրություններից 1 ամիս առաջ, ընտրություններից 1 ամիս հետո թող անցկացնեին, կամ գոնե ինչ-որ նորմալ ժամանակ առաջ կամ հետո, դա միջամտություն է մեծատար մյով, եւ հարցը հետեւյալն է, արդյոք դա միջամտություն է զուտ Փաշինյանին աջակցելու համար, թե նաեւ Ալիևին սատարելու համար է այդ միջամտությունը, պարոն Ալիևի ունեցած ազդեցությունը Իրանի ներկայիս պատերազմի պարագայում աստղաբաշխական ազդեցություն է եւ նա իհարկե այդ ազդեցությունը այդ լծակը օգտագործում է որպեսզի շարունակի հարձակումներ գործել Հայաստանի նկատմամբ եվրոպական խորհրդարանի նկատմամբ իր հայտարարության մեջ նրա հայտարարությունը ամոթի աստիճանի անհարգալից էր եվրոպացիների նկատմամբ բայց եվրոպացիները այն ընդունեցին շատեր այստեղից նույնիսկ տրան Բաքու եւ համոզված եղեք Նրանցից ոչ ոք քրիստոնյա պատանդների ճակատագրի հարցը չի բարձրացնելու այնտեղ։ Փոխանցվել է միջազգային ինչ-որ կառույցների։ Yes, we've Այո, ամենը արտադրություն ենք ունեցել եւ այն լայն տարածում է գտել։ Լայնորեն տարածել ենք այն։ Այո, միանշանակ, այո։ Any other questions? Այլացեր Վերջին շրջանում հայաստանյան իրավապահ կառույցները, մասնավորապես հակակոռուպցիոն կոմիտեն, ձայնագրություններ է հրապարակում, որոնք վերաբերվում են ենթադրաբար վերագրվում են ուժեղ Հայաստան կուսակցությանը, նրա անդամներին, նշելով, որ ենթադրաբար ընտրակաշառքի բարեգործության օրենքի խախտում է տեղի ունենում։ Ինչ արձագանք ունեք ընդհանրապես մեկնաբանություն այս հարցի շուրջ, բացի այդ Վերջին շրջանում հայաստանյան այլ ընդդիմադիր ուժեր պարբերաբար ահազանգում են, որ իրավապահները թիրախավորում են իրենց համակիրներին եւ գաղտնալսումներ են իրականացնում։ Այս գործընթացը գաղտնալսումների ինչպես եք դուք մեկնաբանում հաշվի առնելով այս նախընտրական գործընթացները։ Տեսեք, ես գիտեմ, թե միջազգային հանրությունը քաջատեղյակ է գաղտնալսումների մասին, որոնք Փաշինյանի ուժերը իրականացնում են։ Ես գիտեմ, որ բոլոր այդ գործողությունները կապված են ավտորիտար չարաշահումների ստանդարտ ձեռնարկի հետ եւ վարչական ռեսուրսների, պետության վարչական ռեսուրսների չարաշահման հետ, իշահ սեփական տեխնացուի։ Ես չեմ պատրաստվում առանձին ձայնագրությունների մասին մեկնաբանություն անել, բայց ինձ ասել են, որ դրանք խիստ կասկածելի են, ես հայ չեմ եւ չեմ կարող չեմ սկսելու ապացույցների մասին մեկնաբանություն անել, բայց այդ համեստ ու շիտակ մի բան միայն կասեմ, որ ես խիստ տպավորված եմ
հայ են պաստաբաններով ու մեծ ես աշխատում եմ, ես կարծում եմ, որ Հայաստանը ամենախելացի իրավաբանական համայնքներից մեկն ունի աշխարհում եւ ես կարծում եմ, որ դա հենց արտացոլում է հայկական արժեքները, ինչպիսիք են կրթությունը, հնարավոր է նաև եկեղեցին եւ ինձ համար արտոնություն է Կարապետյանի թիմի հետ աշխատելը եւ ուրիշների եւս հանդիպել եւ նրանց հետ ծանոթանալը